Երեկ ուժեղ Հայաստանը իր փաստաթղթերը հանձնեց կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դաշինքի անունից դա անում էին Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանն ու Դավիթ Ղազինյանը։ Իրավական առումով ունեն եւ ունենք 0 մտահոգություն։ Տեսարանը շատ ծանոթ թվաց մեզ, ինչ որ տեղ այս ամենը էլի էինք տեսել։ Եվ իրապես Արամ Վարդևանյանը դաշինքի փաստաթղթեր կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում, ապա ճեպազրույց տալիս լրագրողներին նաև 2021 թվականի ընտրությունների ժամանակ։ Ուղղակի այն ժամանակ նա դա անում էր Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի կազմում եւ անունից։ Հիմա նա դա անում է ուժեղ Հայաստանի անունից ու համար։ Այսօր ես իմ գործընկերների կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայաստան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչները Հատկանշականն այն է, որ ուժեղ Հայաստանը հայտարարում է, թե չի համագործակցելու նախկին նախագահների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նարեկ Կարապետյանն էլ գրազ է գալիս, որ իրենց ձայները Քոչարյանին չեն տալու, եւ այստեղ շատ տեղին կլինի ցիտել դասականին։ Իրոք։ Ավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։